Հովհաննես Թումանյան, Տերն ու ծառան։ Լինում են չեն լինում, երկու աղքատ աղբեր են լինում, մտածում են ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն, վճռում են, փոքրը տանը մնա, մեծը գնա, մի ունևորի մոտ ծառա մտնի, ռոճիկ ստանա ղրկի տուն։ Այսպես էլ մեծը վեր է կենում, գնում, մի հարուստի մոտ ծառա մտնում։ Ժամանակ նշանակում են, մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Այս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային, ասում է. Մինչև այն ժամանակը, թե դու բարկանաս, դու 1000 մանեթի տուգանք տասից։ Ես բարկանամ, ես տամ։ Ես որ 1000 մանեթ չունեմ, որտեղից տամ, ասում է ծառան։ Բան չկա, փոխարենը ինձ 10 տարի ձրի կծառես։ Տղեն մին վախենում է տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ինչ պետք է պատահի, ինչ ուզում են անեն, ես եմ ու չեմ բարկանալ, բրծանք գնաց, իսկ եթե իրենք կբարկանան, թող իրենք էլ տուժեն իրենց դրած պայմանով, ասում է, լավ, համաձայնում է, պայմանը կապում են ու մտնում ծառայության, մյուս օրը վաղ, տերը վեր է կացնում ծառային, ղրկում է արտը հնձելու։ Գնա, քանի լուս է հնձի, որ մուտնենգնի կգաս։ Ծառան գնում է, ամբողջ օրը հնձում, իրիկունը հոգնած գալիս է տուն։ Էդ ուր է կար։ Տերը հարցնում է. Դե արևը մեր մտավ, ես էլ եկա։ Չէ, այդպես չի լինի։ Ես քեզ ասել եմ, քանի լուս է պիտի հնձես։ Արևը մայր մտավ, բայց տես նրա աղբեր լուսնակը դուրս եկավ։ Սա ինչ պակաս լուս է տալի, որ։ Էդ ոնց կլինի, զարմանում է ծառան։ Հա, դու արդեն բարկանում ես։ Հարցնում է տերը։ Չէ, չեմ բարկանում։ Ես միայն ասում էի հոգնած եմ։ Մի քիչ հանգստանամ, Կսկսում է վախեցած ծառան ու գնում է նորից հնձելու։ Հնձում է հնձում, մինչև լուսնյակը մայր է մտնում։ Բայց լուսնյակը մայր է մտնում թե չէ, դարձյալ արեգակն է դուրս գալի։ Ծառան ուժասպառ արտում վեր է ընկնում։ վայ, քո արտն էլ հարամլնի, քո հացն էլ, քո տված ռոճիկն էլ։ Սկսում է հայհոյել հուսահատված։ Հա, դու արդեն բարկանում ես։ Կանգնում է գլխին հարուստը։ Երբ որ բարկանում ես, մեր պայմանը պայման է։ Էլ չասես, թե քեզ հետ առանց իրավունքի վարվեցինք։ Ու պայմանի ուժով ստիպում է, որ ծառան կամ 1000 մանեթ տուգանք տա, կամ 10 տարի ձրի ծառայի։ Ծառան մնում է կրակի մեջ, 1000 մանեթ չուներ թե տար, հոգին ազատ աներ, 10 տարի էլ այս տեսակ մարդու ծառայելն անկարելի բան էր։ Միտք է անում, միտք, վերջը 1000 մանեթի պարտամուր հակ է տալիս հարուստին, դառն ու դատարկ վերադառնում տուն։ Հեն, ինչ արիր։ Հարցնում է փոքր աղբերը, ու մեծ աղբերը նստում է, գլուխն եկածը պատմում, ինչպես որ պատահել էր։ Բան չկա, ասում է փոքրը։ դարդ միանի, դու տանը կաց, հիմա էլ ես կգնամ։ Վեր է կենում, հիմի էլ փոքր աղբերն է գնում, ծառա մտնում այդ նույն հարուստի մոտ։ Հարուստը դարձյալ ժամանակը որոշում է մինչև գարնան կկվի ձենածելը, ու պայման է դնում։ Մինչև այն ժամանակը, թե դու բարկանաս, դու 1000 մանեթի տուգանք տասից։ Ես բարկանամ, ես տամ։ Չէ, էդ քիչ է։ Հակառակվում է տղեն։ Թե դու բարկանաս, դու ինձ 2000 մանեթ տաս, թե ես բարկանամ, ես քեզ 2000 մանեթ տամ, կամ 20 տարի ձրի ծառեմ։ Լավ, ուրախանում է հարուստը։ Պայմանը կապում են ու այժմ էլ փոքր աղբերն է մտնում ծառայության։ Առավոտը լուսանում է, այս ծառան վեր չի կենում տեղիցը։ Տերը դուրս է գնում, տուն է գալի, այս ծառան դեռ քնած է։ Այդ տղա դե վեր կաց է, օրը ճաշ դարավ։ Հը, բարկանում ես դու։ Գլուխը վեր է քաշում ծառան։ Չէ, չեմ բարկանում։ Վախեցած պատասխանում է տերը։ Միայն ասում եմ պետք է արդ գնանք հնձելու է։ Հա, որ էդ ես ասում, ոչինչ, կգնանք, ինչ ես վռազում։ Վերջապես ծառան վեր է կենում, սկսում է տրեխները հագնել։ Տերը դուրս է գնում, ներս է գալի, սա դեռ տրեխներն է հագնում։ Այդ տղա դե շուտ արա հագի է։ Հը, քո չես բարկանում։ Չէ, ով է բարկանում։ Ես միայն ուզում եի ասի ու շանում ենք։ Հա, այդ ուրիշ բան, թե չէ պայմանը պայման է։ Մինչև ծառան տրեխները հագնում է, մինչև արտն են գնում, օրը ճաշ է դառնում։ Էլ ինչ հնձելու ժամ է,
ասում է ծառան։ Տեսնում ես, ամենքը ճաշ են ուտում։ Մենք էլ մեր ճաշը ուտենք հետո։ Նստում են, ճաշն ուտում, ճաշից հետո էլ ասում է. Մշակ մարդ ենք, պետք է մի քիչ քնենք, հանգստանանք։ Գլուխը կոխում է խոտերի մեջն ու քնում մինչև իրիկուն։ Տովեր կաց է, մտնեց է, ուրիշները հնձեցին, մեր արտը մնաց։ Ոայ քու դեսը խրգողի վիզը կոտորվի, ոայ քու կերասը հարամլնի, քու արասնել, էս ինչ կրակի մեջ ընգա։ Սկսում է գորգռալ հուսահատված տերը։ Չլնի թե բարկանում ես։ Հարցնում է ծառան։ Չէ, ով է բարկանում։ Ես են էի ասում մտնելա, տուն գնալու ժամանակն է։ Հա, էդ ուրիշ բան, գնանք, թե չէ հո մեր պայմանը գիտես։ Վայ նրա մեղքը, ով բարկացավ։ Գալիս են տուն, տեսնում են հյուր է եկել։ Ծառային ղրկում են թե գնա ոչխար մորթի։ Որը։ Որը պատահի։ Ծառան գնում է։ Մի քիչ հետո լուր են բերում հարուստին, թե հասի, որ քու ծառան ամբողջ հոտդ կոտորեց։ Էս հարուստը վազում է, տեսնում է ճիշտ որ ինչ ոչխար ունի, բոլորը ծառան մորթել է։ Գլխին է տալիս գոռում. Էս ինչ ես արել, այ անաստված, քո տունը քանդվի, ինչ իմ տունը քանդեցիր։ Դու ասիր, որ ոչխարը պատահի, մորթի։ Ես էլ եկա, բոլորը պատահեցին, բոլորը մորթեցին։ Ուրիշ ավել պակաս ինչ եմ արել։ Հանգիստ պատասխանում է ծառան։ Բայց կարծեմ դու բարկանում ես։ Չէ, բարկանում չեմ, միայն ափսոսս գալիս է, որ այդքան ապրանքս փչացավ։ Լավ, որ բարկանում չես, էլ կծառայեմ։ Հարուստը մտածում է ինչ անի, ոնց անի, որ այս ծառայից ազատվի։ Պայման է կապել, մինչև մինել գարնան կկվի ձեն ածելը։ Այնինչ դեռ նոր են մտել ձմեռը, դեռ որտեղ են գարունն ու կկուն։ Միտք է անում, միտք, մի հնար է մտածում։ Կնոջը տանում է անտառում մի ծառի վեր հանում ու պատվիրում, որ կուկու կանչի։ Ինքը գալիս է ծառային տանում որսի։ Հենց անտառ են մտնում, թե չէ, կինը ծառի վրայից կանչում է. Կուկու, կուկու։ Ահա, աշքդ լուս, կկուն կանչեց ժամանակը լրացավ։ Ասում է ծառային տերը։ Տղեն գլխի է ընկնում տիրոջ խորամանկությունը։ Չէ, ով է լսե, որ ձմռան կեսին կկուն ձենացի, որ սա է ձենացում։ Ես պետք է էս կկվին սպանեմ, սա ինչ կկու է։ Ասում է ու հրացանը քաշում դեպի ծառը։ Տերը գոռալով ընկնում է առաջը։ Վայ, չզարկ ես աստծո սիրուն, սև լինի քու պատահելորը, էս ինչ փորձանք բերիր, որ ես ընկա մեջը չլնի թե բարկանում է։ Հա ախպեր, հերիք էր, արի ինչ տուգանք տալու եմ, տամ քեզանից ազատվեմ, իմ դրած պայմանն է, ես էլ պետք է տուժեմ, հիմի նոր եմ հասկանում, են հին խոսքը, թե մարդ ինչ անի, իրեն կանի։ Այսպես հարուստը խելոքանում է, իսկ փոքր ախպերը մեծ աղբոր տված պարտքի թուղթը պատռում է, 1000 մանետ տուգանքն էլ առնում ու վերադառնում տուն։